Միֆ չէ, որ ձուն վնաս է ներկայացնում լյարդի առողջությանը։ Ձուն շատ հակասական, սննդամթերք է, բայց ճարպի համար են շատ հակասական եղել միշտ խոլեստերինի լավ վատ լինելու մասին։ Այսօր ընդունված է, որ ձվի դեղնուցը վտանգավոր չէ խոլեստերինի առումով, այն նաև օգտակար նյութեր է պարունակում, այսինքն ձուն հիմա այսպես սպիտակ ցուցակում է, այսինքն կարող ենք օգտագործել։ Ինչ վերաբերում է սպիտակուցին, այս սա միֆերից է, որ լյարդով հիվանդը չպետք է սպիտակուց ուտի։ Հակառակը, լյարդի նամանավան ցիրոզով պացիենտին պետք է ապահովել բավարար քանակով սպիտակուցային սնունդ, որովհետև լյարդի ցիրոզից այդ բարդության, մահացության պատճառներից մեկը կարևորը մկանային զանգվածի պակասն է, երբ որ տիպիկ ցիրոզով հիվանդի տեսքն ինչպիսին է, բարակած, այդպես հյուծված վերջույթներ, ոտքեր եւ մեծ որովայն, որտեղ արդեն հեղուկ է կուտակվել եւ մկանային այդ հյուծումը բերում է բոլոր օրգանիզմի ֆունկցիաների նվազեցմանը։ Դրա համար սպիտակուցային սնունդը շատ կարևոր է։ Մտավախությունն այն է եղել, որ սպիտակուցը բերում է նաև թույների առաջացման աղիքներում, որոնք լյարդի վրա արդեն ծանրաբեռնվածություն են տալիս, բայց հետազոտությունները հաստատել են, որ սպիտակուցը պետք է բավարար չափով լինի։